օրը պիտի իրան ձեր բակալեին եւ այդ հարցին լուծում տային։ Մի տարի է ձգձգում բանը հունիսն ու հուլիսը իրար հետ շփոթելա ու դա հիմք է դատարանը հետաձգելու համար ու նման Արման Նահապետյանին ազատ արձակելու համար, որ ինչ որ հունիսն ու հուլիսը շփոթելա իր հետ։ Չգիտեմ, մի խնդրանք էս երեխու մաման հանդիպի, համապատասխան վայրը միգուցե այդ հարցին լուծում տա, ինքը կորցրել է իր թանկերը, իր 2 անգամ տունակ դրել, 2 անգամ տունակ կորցրել, հայրենիքա կորցրել, հիմա էլ իր երեխեն, որ ավտոն առել է Ստեփանակերտ քաղաքում եկավ ասես, տատի չես պատկերացնի ինչ ավտո եմ առել, վառելիք չի եղել, որ ինքը մի անգամ իր ավտոն քշի, հապոստերից զանգում էր, ասում էր, տենաս կքշեմ ավտոս, տենաս մերն ասում էր, Սամվել, խի ես տենց խոսում, ես իմ մա, հաջողություն լինի, ես իմ ավտոն քշեմ, և են ավտոն իմ տալի թորը հանում բերում աստեղ, իր ընկերը, զինվորական ընկերը, գալիս ասում է ալաքույրիկ, ես ուզում եմ Սամվելի ավտոն առնեմ, ինձ նվեր պահեմ, և այդ փողում մենք էլ մի քիչ էլ խնայողաբար փողուն էինք պահած, ինքը մեր տանը նստում է, մենք գնում ենք բանկից հանում, բերում, տալիս իր ձեռը եւ հիմա այդ ոնց է նա գլուխը դնում, բարձին քնում, չի ասում, այդ նույն ավտոյից իր տղան է քշում, իր տղան չի ասում, պապ, ես ինչ գումարով ես ավտոն ինձ համար առել, նա տղան իմ տղաների հետ ծառայելուց է եղել, ինքը գիտ չի իմանում, որ դա ինչ փող է, գոնե տղան սրբություն ունենա, ասե պապ, չի կարելի էլի նման փողով ավտո քշել, վերադարձուրու այդ կնոջ փողով։ Ինչ պատիժ կարող է ստանալ։ Ես ոչ մի պատիժ չեմ ուզում, ոչ մի բան չեմ ուզում, մենակ թե մեր գումարի հետ վերադարձնի մեզ։ Մենք շատ ենք կորցրել ես հայրենիքի համար, ամենաթանկերն եմ կորցրել։ Որ ասում էի Սամվել գնանք էլի Ռուսաստան, ասում էր տատ, սա տենց կարճամիտ եք է այդ դրա համար, տատի ոնց թողենք մեր Ղարաբաղը գնանք, տատի գնայի կտենաս ամենավերջում մեր Ղարաբաղից լավ տեղ չի լինելու, տատի այ կտենաս մեր Ղարաբաղից լավ տեղ չի լինելու։